Գրվել է Բաքվում, պարտադրվել է Հայաստանի իշխանություններին։ Ըստ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի, Բաքվում գրված Երևանին պարտադրված խաղաղության պայմանագիրը ամեն գնով ստորագրելու եւ այն որպես նախընտրական հաղթաթուղթ ներկայացնելու համար Փաշինյանը պատրաստ է ընդունել Ալիևի ու Էրդողանի ցանկացած պայման։ Փաշինյանի այսօրվա իշխանությունը ուղղակիորեն պայմանավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի բարեհաճ վերաբերմունքով։ Փաշինյան-Էրդողան-Ալիև եռադաշինքը Խաչատրյանի բնութագրմամբ անգամ կեղտոտ քայլի է պատրաստ։ Պատգամավորը բացատրում է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել եւ նա գիտի, իր նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն տապալվելու է առանց թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցության։ Հետևաբար, Արթուր Խաչատրյանի բառերով գործի է դրվելու պատերազմի շանտաժի երկրորդ փուլը։ Ադրբեջանցիները կտրուկ ակտիվացնում են կրակոցները հայկական գյուղերի ուղղությամբ, ինչն էլ նախընտրական Հայաստանում քաղաքական բոնուս է դառնում Փաշինյանի համար։ Փաշինյանն էլ վեր կենա ասի, տեսեք, սա էիք ուզում, քվեարկեք ինձ, որպեսզի այս կրակոցները դադարեն։ Այնպես որ այս կեղտոտ քայլը Ադրբեջանը, Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանը կարող են միասին կատարել։ Հանրաքվեն օգտագործել է որպես շանտաժ սեփական ժողովրդի դեմ, կամ քվեարկեք իմ օգտին, կամ կլինի պատերազմ։ Հայաստանին առնվազն 4 պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը ըստ պատգամավոր Խաչատրյանի հասկանում է, որ իր կնքած խաղաղության պայմանագիրն ամենևին էլ խաղաղության դարաշրջան չի բացելու, բայց նա պատրաստ է ստորագրել Հայաստանի համար կապիտուլյացիոն այդ թուղթը իր իշխանությունը վերարտադրելու համար։ Կարող է հարց առաջանալ, բայց եթե կապիտուլյացիայի փաստաթուղթը ինչու Ադրբեջանը չի ստորագրում։ Չի ստորագրում, որովհետև Խաչատրյանի համոզմամբ Ալիևը վստահ է, քանի դեռ Փաշինյանի հետ է բանակցում, կարող է առավելագույնը ստանալ նրանից։ Պատգամավորը նկատում է, հայ հանրությունից գաղտնի պահվող պայմանագրի տեքստը 2.5 ամիս առաջ համաձայնեցվել է, բայց այն անմիջապես ստորագրելու Երևանի մտադրությանը ի պատասխան Բաքուն սկսել է նոր պահանջներ առաջ քաշել։ Որովհետև ինքը որոշ զիջումներ ուզում է այդ պայմանագրով, որոշ զիջումներ ուզում է այլ եղանակներով, մասնավորապես, օրինակ, 300,000 ադրբեջանցիների տեղափոխումը Հայաստան, Արևմտյան Ադրբեջան այսպես կոչված։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը դեռևս ոչ է խաղացնում։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցը մարդու իրավունքների հարց է, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի։ Նա արձագանքել է Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, թե Բաքուն Հայաստանի տարածքի 60%-ը Արևմտյան Ադրբեջան է անվանում։ Այխան Հաջիզադեն հակադարձել է, թե Ադրբեջանի նպատակն է ապահովել Հայաստանի կողմից էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը։ Սրանք Հաջիզադեի ձևակերպումներն են։ Կարնե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։